Այս շաբաթ Շիրակի մարզի Գյումրիի դատարանում շարունակվել է ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներ Պետրոս Մակեյանի, Շոթա Սաղաթելյանի եւ Աշոտ Զաքարյանի դատավարությունները, որոնց մեղադրում են փետրվարի 19-ի նախագահի ընտրությունների ընթացքում ընտրական տեղամասի աշխատանքները խոչընդոտելու մեջ։ Նրանք շարունակում են պնդել, որ իրենց առաջադրված մեղադրանքը անհիմն է, իսկ նրանց փաստաբանը միջնորդել է փոխել ամբաստանյալների խափանման միջոցը կալանքը։ Դատարանը մերժել է միջնորդությունը։ Չեմ մասնակցած, հետո դատարան չեմ գալիս, որովհետև ես թատրոն եմ, երկու հանցագործից ցած թատրոնի ես մասնակից չեմ դառնալու, բավական է։ Նստեք։ Չեմ նստել, դուրս եմ գալիս, որովհետև այն իրավունք է։ Ես իրավունք ունեմ չմասնակցելու։ Մենք այդ ցուցմունքները արդեն 10 անգամ լսել ենք դատարանում։ Գործներ ունի, ոչինչ առողջություն ունի։ Պետրոս Մակեյանը, Շոթա Սաղաթելյանը եւ Աշոտ Զաքարյանը որպես բողոքի դրսեւորում որոշել են պատասխանել միայն իրենց փաստաբանի հարցերին, իսկ Պետրոս Մակեյանը դատավարության ընթացքում նաեւ անժամկետ հացադուլ է հայտարարել։ Այս դատավարությունը Գյումրիում շարունակվում է ընթանալ բողոքի ակցիաների ուղեկցությամբ, իսկ դատարանի շենքը ոստիկաններով շրջապատված։ Եթե արդար դատավարություն լինի, ինչին բնականաբար չեմ հավատում, նրանք անմիջապես պետք է դատարանը պետք է արդարացման դատավճիռ կայացնի եւ դուրս գան դատարանից։ Դատական նիստը կշարունակվի մայիսի 27-ին։ Շիրակի մարզի գործարարների հետ համագործակցելու փորձի փոխանակում կատարելու համար մարզ են ժամանել մի շարք գերմանացի գործարարներ։ Մարզի գործարարների հետ հանդիպելուց հետո տարերկրյա հյուրերը այցելել են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Պարոն Ղուկասյանը նշել է, որ այսօր Գյումրիում ներդրումների կարիք կա։ Օգնել անօթևաններին եւ ստեղծել աշխատատեղեր։ Չեմ ասում, որ սոցիալիստական վիճակը փոխվեց եւ դարձանք կապիտալիստական երկիր եւ շուկայի խնդիր ունենք, մրցակցային խնդիր կա։ Գերմանացի հյուրերը նշել են, որ Հայաստանում, այդ թվում նաև Շիրակի մարզում ներդրումներ կատարելու համար ներդրողների համար պետք է գրավիչ պայմաններ լինեն։ Շիրակի մարզպետարանում այս շաբաթ քննարկել են մարզում նախատեսված 31 ծրագրերը, որոնք պետք է իրականացնեն առաջիկայում։ Ծրագրերի նպատակը հիմնականում գործազուրկներին աշխատանքով ապահովելն է եւ յուրաքանչյուր սոցիալապես անապահով ընտանիքից առնվազն մեկին ծրագրում ընդգրկելը։ Ծրագրերը տարբեր բնույթի են՝ շինարարական, բարեկարգման, կրթական եւ առողջապահական։ Շիրակի մարզի Սիսավետ գյուղի դպրոցն իր անմխիթար վիճակով մրցակից չունի։ Գրեթե ավերված դպրոցը շարունակում է գործել։ Որոշ ուսուցիչներ յուրաքանչյուր օր դասը սկսում են աղոթքով, նոր ավերվածություններից խուսափելու համար։ Դպրոցի վերանորոգման համար անհրաժեշտ է 8 միլիոն դրամ, որից 4 միլիոնը տրամադրել է մարզպետարանը, իսկ մյուս 4-ը պետք է տրամադրեն համայնքի բնակիչները, որն այս պահին աղքատ գյուղի համար անհնար է։ Սիսավետի դպրոցում երեխաները շարունակում են ուսում ստանալ իրենց առողջության եւ կյանքի հաշվին։ Նույնիսկ երեխաներ կան, որ այսպես կապդուկները մինչև հիմա մնացել այդ սառածմատների։ Ազին քերակետ մաշտիկ պետք են, բայց առողջության հաշվին թերևս ոչ։ Այս շաբաթ Գյումրիում ավերվել է երկհարկանի այս շենքը։ Հարևան տների բնակիչներին թվացել է, թե երկրաշարժ է։ Դեպքի վայր են ժամանել Գյումրիի փրկարարական վարչության աշխատակիցները։ Դեռ նաև կար որոշակի խնդիրներ գազատար խողովակների հետ, միանգամից նաև մեր կողմից ահազանգվեց Գյումրու գազի գրասենյակ, որ 104 ծառայություն դուրս գա այնտեղ եւ դեպքի վայր մեկնելուց հետո պարզվեց, որ դա վերակոչված այդ շենքը բնակեցված չի, քաղաքապետարանի կողմից մաքրվել է ամբողջ փողոցը եւ փողոցը շատ կարճ ժամանակ հետո արդեն տարել է անցանել։ Գյումրիում նոր խնդիրներ են առաջացնում անտերության մատնված տնակները։ Սարյան փողոցի այս տնակում վաղուց մարդ չի բնակվում։ Հարևանների ասելով բնակիչները փակել են դուռը եւ տեղափոխվել Արթիկ։ Անտերության մատնված տնակում հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է մարել միայն հրշեջ ծառայության միջամտության շնորհիվ։ Շիրակի մարզում հաշմանդամները, հատկապես խուլ եւ համրերը շարունակում են մնալ տեղական իշխանությունների ուշադրությունից դուրս։ Խուլ եւ համրերի մայրենի լեզուն ոչ թե հայերենն է, այլ ժեստերի լեզուն, որի ուսուցման համար Շիրակի մարզում չկան համապատասխան մասնագետներ։ Մոտ ժամանակներս խուլ եւ համրերի ուսուցման համար պատրաստվում են մասնագետներ հրավիրել Երևանից։ Իսկ մինչ այդ ժեստերի լեզուն չտիրապետող խուլերն ու համրերը փորձում են հաղորդակցվել ինչպես կարողանում են։ Եվ մեծ սիրով հաճախում եմ պարապմունքներին։ Լոռու մարզում եղանակային պայմանները ավելացրել են գյուղական վայրերի բնակիչների հոգսերը։ Ծաթեր գյուղում 10 մահվան դեպքի դիմաց արձանագրվում է 3 ծնունդ։ Գյուղը համարվում է մեռնող։ Խորհրդային տարիների ընթացքում ծաթերցիները ռեկորդներ էին սահմանում հացահատիկի մշակման ոլորտում։ Այսօր ծաթերցիները իրենց ապագան սկսել են փնտրել գյուղից դուրս։ Ուժը սպատեմ շուր մի բաներ մշակեմ, չիմ դարդակ վերգծածա։ Մի կողն եմ, մի կողը բանեմ, էլ ոչ մի բան չունեմ։
1988 թվականի երկրաշարժից հետո Ծաթերի բնակիչ Պայծառ Հակոբյանը բնակվում է գյուղի ծայրամասում տեղադրված այս տնակում, որտեղ կենցաղային որևէ պայման չկա։ Պայծառ Հակոբյանի երկու որդիները չեն զորակոչվել բանակ առողջական վիճակի պատճառով։ Զինծառայության համար ոչ պիտանի տղաներին բուժման համար Հակոբյանը գումար չունի։ Գյուղապետը հայտնել է, որ Հակոբյանները իրենք պետք է հոգան իրենց խնդիրները, քանի որ գյուղի բյուջեն շատ փոքր է եւ չի կարող նրանց աջակցել։ Պայծառ Հակոբյանի բազմանդամ ընտանիքի անդամներն ապրում են միայն նրա ստացած թոշակով, իսկ Հակոբյանների ընտանեկան բյուջեն ավելանում է միայն ընտրություններից ընտրություն։ Սերժեի հերթովն են բերել, ամեկուս 3000 դրամ փող տվի։ Դե 4 օր ընտրել ենք, 3000 դրամ ամեկուս փող տվին հետո։ Լոռու մարզի Կարմիր աղեկի գյուղապետը աշխատանքի է հրավիրել անասնապահների, սակայն ընդամենը մեկ արձագանք է ստացել, որն էլ ծանոթանալով աշխատանքային պայմաններին այդպես էլ չի ներկայացել։ Գյուղապետը գտնում է, որ Կարմիր աղեկում այսօր ավելի շահավետ է անասնապահությամբ զբաղվելը, քան հողագործությամբ։ Անասնապահությամբ զբաղվելու դեպքում Կարմիր աղեկում մեկ ամսվա ընթացքում հնարավոր է վաստակել 50-ից 60 հազար դրամ։ Մայիսի 13-ին Կարմիր աղեկում տեղացած ձյունը ոչնչացրել է բոլոր բանջարաբոստանային կուլտուրաները եւ պտղատու ծառերի բերքը։ Բնակիչները հույսը դրել են Աստծո վրա։ Ստեփանավանի ամենածայրամասային գյուղը Կողեկն է։ Կողեկցիներն ասում են, որ իրենք ոչ միայն ամենավերջին են աշխարհագրական դիրքով, այլև տեղական իշխանությունների ուշադրության առումով։ Ի տարբերություն հարևան գյուղերի նրանք զրկված են կապույտ վառելիքից, գազից եւ հույս էլ չունեն, որ մոտ ապագայում այն կհասնի Կողեկ։ Կողեկցիները հույսը դրել են Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի դեսպանության վրա, որը խոստացել է աջակցել այս հարցում։ Այս շաբաթ Ալավերդու քաղաքապետարանը ամփոփելով բնապահպանական վճարները որոշել է դրա հաշվին կազմակերպել Ալավերդի երեխաների ամառային հանգիստը։ Այս շաբաթ Ալավերդում ակտիվ է եղել նաև մշակութային կյանքը, նշվել է թանգարանների միջազգային օրը։ Ճիշտ է, մեր Ալավերդում փոքր սրահ է, ոչինչ, հույսով լինենք, որ դա կմեծանա եւ ավելի լայն տեղ կտոնենք այս տոնը։ Փոխարեն ալավերդցիները հպարտացել են իրենց բնությամբ եւ Ալավերդիում գտնվող 5000 պատմամշակութային հուշարձաններով։ Շաբաթը հաջողակ է եղել նաև Ալավերդի դպրոցականների համար։ Նրանք մասնակցել եւ հաղթել են համապետական դպրոցական օլիմպիադաներում։ Հաղթող աշակերտներն արժանացել են դրամական պարգևների եւ նվերների։ Լոռու մարզը հանրապետությունում միակն է, որտեղ ջրի սակագինը համեմատաբար էժան է։ Մեկ խորանար ջրի դիմաց Լոռու մարզում վճարում են 121 դրամ 16 լումա։ Լոռու ջրմուղ Կոեղին տեղեկացնում է, որ իր բաժանորդների մեծ մասը դեռ ջրաչափ չունի։ Ջրի վարձը հաշվարկելու համար ջրմուղ Կոեղին մեխանիզմ է մշակել։ Առանձնատներում հաշվարկը կատարվում է խողովակի թողունակությամբ, իսկ բազմաբնակարան շենքերում անձերի քանակով։ Ջրաչափ չունեցող բաժանորդներին Լոռու ջրմուղ Կոեղին առաջարկում է պայմանագիր կնքել, ջրաչափեր ձեռք բերելու համար եւ պարտքի մարման ժամկետ սահմանել։ Գյումրու Ասպարեզ ակումբը Եվրասիա հիմնադրամի հետ համատեղ որոշել է պարզել, թե տեղեկատվության ազատության մասին օրենքը ինչպես է գործում մարզերում եւ ինչ դեր ունի կոռուպցիայի դեմ պայքարում։ Լոռու մարզի առևտրաարդյունաբերական պալատը կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների անհրաժեշտությունը Լոռու մարզպետարանի հետ 2 տարի շարունակ դպրոցականների շրջանում մրցույթներ է կազմակերպում։ Այս շաբաթ որոշում է կայացվել մարզի դպրոցներում որպես առարկա ընդգրկել նաև ինֆորմատիկան։ Ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի 80-ամյակի կապակցությամբ այս շաբաթ Վանաձորում գիտաժողով է կազմակերպվել, որին մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի անդամները եւ ներկայացրել աշխարհահռչակ մաթեմատիկոսի անցած ուղին։ Գիտաժողովի ընթացքում ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ցավով նշել է, որ երիտասարդներն այսօր հեռացել են գիտությունից։ Լոռու մարզի գեղանկարիչ Արամ Նազարյանն իր առաջին անհատական ցուցահանդեսը բացել է այս շաբաթ ընկերների եւ մտերիմների աջակցությամբ։ Նրան շնորհավորելու են եկել նրա արվեստի սիրահարներն ու երկրպագուները։ Արամ Նազարյանը 60 տարեկան է։ Այս շաբաթ Վանաձորի թատրոնի բեմում էր Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Ռոզա Մխիթարյանը, որը հայտնի է 150-ից ավելի դերերով։ 2008 թվականին նա արժանացել է նաև պետական պարգևին։